Զրուցակիցը հետաքրքրված չէ ձեզ հետ զրույցով, եթե զրույցը վերածվում է հարցազրույցի, այսինքն միշտ դու ես հարցնում, ինքը պատասխանում է։ Սակայն իր կողմից, եթե հարցեր չկան, ուրեմն այդ զրույցը հետաքրքիր է միայն քեզ։ Երկրորդ, երբ զրուցակիցը տալիս է փակ պատասխաններ, առանց ավելացումների, երկարացնելու, լրացումների, օրինակ, ինչ երաժշտություն ես սիրում հարցին, կարող եմ պատասխանել սիրում եմ ջազ, հատկապես այսինչի կատարումները։ Ուզում ես ուղարկեմ լսես, հրաշք գործ է։ Սա զրույցով փոխադարձ հետաքրքրված մարդու պատասխան է։ Իսկ երբ ինչ երաժշտություն ես սիրում հարցին պատասխանում են ջազ ու վերջ, պատասխանը եւս հուշում է, որ զրուցակիցը հետաքրքրված չէ զրույցի շարունակությամբ։ Երրորդ, երբ զրույցը վերածվում է մենախոսության, միայն դու ես խոսում, միտքդ երկար շարադրում ես, որպեսզի ավելի ընկալելի լինի, սակայն դիմացինի կողմից հանդիպում ես միայն կարճ արձագանքների, ընդ որում սառը հայացքով, ինչպիսիք են այո, հասկանում եմ քեզ։ Դե հա, կարող է լինել այդպես, համաձայն եմ։ Ծանոթ իրավիճակ է։ Չորրորդ, երբ ձեր զրույցների նախաձեռնությունը ձեր կողմից անհամեմատ ավելի հաճախ է լինում, իսկ նա 1000-ից 1 ինչ-որ առիթով կշնորհավորի ու կկորի ամիսներով։ Եվ 5-րդ, զրույցն ավարտող շաբլոններ եւ ավարտուն մտքեր նկատելուն պես իմացեք, որ զրուցակիցը չի ուզում շարունակել ձեզ հետ շփումը։ Մարդիկ հաճախ օգտվում են նույն շաբլոններից, որպեսզի զրույցն ամփոփեն առանց դիմացինին նեղացնելու։ Օրինակ, շնորհակալություն, որ գրեցիք։ Շնորհակալ եմ արձագանքի համար։ Ուրախ եմ, որ ծանոթացանք։ Արդյունավետ զրույց էր։ Այս թեմայով խոսելու եմ իմ Telegram-յան ալիքում, բաժանորդագրման համար գրեք նշված համարին։